Հանդեսավոր երթում եմ, ազնվիրաբար ծառայել հայրենիքիս։ Ցանկանում ես քիչ ծառայել, վճարիր։ Գործադիրը հաստատեց 24 ամսից պակաս ժամկետով ծառայելու նախագիծը։ 1 ամիս ծառայելու գինը 24 միլիոն դրամ է, 4 ամսով ծառայությունը 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի թվականակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են եւ կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից։ Ուժային գերատեսչությունում նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանի հետ քննարկումից հետո որոշակի փոփոխություններ են արվել։ Կաբինետի անդամները Պապիկյանից հետաքրքրվում են, ինչ սկզբունքով է որոշվել ժամկետի կրճատումների չափը։ Ուզում եի հասկանալ, ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ Մեկ ամսվա դեպքում էլի կարող եմ տրամաբանությունը ենթադրել, այսինքն նվազագույն պատրաստություն անցնեն զորակոչիկները, հետո այդ հնարավորությունից օգտվեն, բայց 4-ը չգիտեմ, խնդրի ես պարզաբանել։ 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների, որովհետեւ այսօր ինչ է տեղի ունենում։ Մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են վարժական հավաքներին, օրինակի համար մեր նախկին գյուղապետի, ինչ եւ այլն, կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում, բայց իրականությունը կայանում է նրանում, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում եւ հաշվառված չեն պահեստազորում եւ չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այսինքն այս մեխանիզմը նաեւ թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին եւ նաեւ ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափականակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու։ Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 32-ը։ Պապիկյանը հիշեցնում է, ներկայացված նախագծով տարիքային շեմն ավելի բարձր է եղել։ Պատգամավորը առաջարկել էր, որ թիվը սահմանենք 37, դա նրա համար է, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ եւ օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականներ։ 15 միլիոն դրամ էլ կվճարեն Արական սեռի այն քաղաքացիները, որոնք մինչև 16 տարին լրանալը կդիմեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Բազմաթիվ քաղաքացիներ, իսկ այդ թիվը հազարների մասին է, ես ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կոնկրետ թվեր չեմ նշի, բայց այսօր Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի նրանք չծառայեն հայոց բանակում։ Նախագիծը օրենքի ուժ կստանա խորհրդարանում լսումներից հետո։ Բոլոր փուլերն անցնելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո էլ օրենքում հնարավոր են նաեւ այլ փոփոխություններ։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ Օմանի քաղաքացիների համար վերացվեց Հայաստանում մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը։ Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ որոշումը դրական ազդեցություն կունենա հատկապես զբոսաշրջության խթանման համար։ Սա շատ լավ ուղերձ է նաև մեր տուրիստական բիզնեսով զբաղվող հանրությանը, մեր գործարարներին եւ դրա շարքը կազմող խմբին, որովհետեւ ռեստորանները, խանութները եւ այդ մնացած համակարգը նույնպես զբոսաշրջիկներին զբոսաշրջիկներին սպասարկում են եւ ես կոչ կանեմ մեր գործարար համայնքին պատրաստվել հոսքերին։ Ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված հայ-վրացական անցակետում առաջացած խնդիրների վերաբերյալ Երևան-Թբիլիսի ակտիվ քննարկումները շարունակվում են։ Պապոյանը վերահաստատում է, անհրաժեշտության դեպքում կգնա նաև Վրաստան, իսկ մինչև այդ կառավարությունը ֆերմերների ու կոնյակագործների համար աջակցության ծրագրեր է մշակել։ Ծրագրերից մեկով սեպտեմբեր-հոկտեմբերին կապահովեն խաղողի անխափան մթերումները։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։